Ելույթից մի մասը կգնայի հարկեն միջումից հետո, բայց ոչինչ։ Ուրեմն երկու միջազգային կառույցներ Հայաստանի ընտրությունների հետ կապված ունեն դիտարկումներ։ Առաջինը ԵՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական վերջին զեկույցը 13 թվականի Հայաստանի իշխանություններից պահանջել է առաջնահերթ երկու պայման։ Առաջինը ավելացնել ընտրությունների օրենքի միջոցով ընտրական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը եւ երկրորդը չօգտագործել վարչական լծակները, կառավարական լծակները ընտրությունների քարոզի ժամանակ։ Այս երկու կարևորագույն հիմնական Հայաստանի ընտրությունների հետ կապված դիտողություններն էլ մերժվել են։ Վստահության հետ կապված որևէ դուք նոր առաջարկ բոլոր տարբերակներից չընտրեցիք, դրանով վստահությունը ոչ միայն չբարձրացավ, այլ իջել է, եւ երկրորդը դուք կոպիտ ոտնահարել եք միջազգային կառույցների առաջարկը, վարչական լծակները նախարարներին, մարզպետներին, գյուղապետերին, գործադիր իշխանության ղեկավարներին չընդգրկել քարոզարշավի կազմակերպման գործում։ Այն, որ վարչապետը նախագահն է, նախարարները տեղակալներ են եւ մարզպետները շտաբի պետեր են, սա հակասում է, ուղղակիորեն հակասում է ԺՄԻԳ-ի Հայաստանի նկատմամբ արված դիտողություններին։ Մյուսը դուք չեք երգում եւ դա էլ միջազգային պրակտիկա է, Վենետիկը մերժում է ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխելը։ Վենետիկը մերժում է ընտրություններից մեկ ամիս առաջ քննարկում անել, թե ինչպես պետք է անցկացվի 20 օր հետո իրականացվելիք հանրաքվեն։ Վենետիկի հանձնաժողովի միջազգային պրակտիկան ասում է նվազագույնը 6 ամիս, մոտավորապես 1 տարի պետք է օրենքի կիրառումից առաջ օրենքի փոփոխություններ տեղի ունենան։ Հայաստանի իշխանությունները այս հրատապությամբ 20 օր, 25 օր հետո ընդհանրեն իրականացվելիք կարևորագույն համապետական լրջագույն ակցիան այն է հանրաքվեն հանցնկացնում Վենետիկի սկզբունքներին հակասող դրույթով։ Եվ ձեզ գոնե հնարավորություններ տված այս ընթացքում մի փոքր ավելացնել վստահությունը, մի փոքր բարձրացնել սպասվելիք քննադատումների դեմ ձեր հնարավորությունները, ձեր գործիքները, դուք հրաժարվեցիք դրանից։ Դուք ոչինչ չեք ուզում անել, որպեսզի մի փոքր ձեր խաթարված հեղինակությունը ավելանա։ Ընդ որում, լինելով շտաբի անդամ եւ նախարար հաղորդում է վարում, դա միջազգային սկզբունքների խախտում է։ Մարզպետներին շտաբի անդամներ, ղեկավարներ նշանակելը խախտում է։ Դուք խախտումներով նպաստում եք այն բանին, որ մենք հետո կհայտարենք եւ միջազգային կառույցները կհայտարեն, որ Հայաստանի ընտրությունները լեգիտիմ չեն։ Եվ որևէ մեկին դուք մեղավոր մի փնտրեք։ Դուք եք մեղավոր, եթե Հայաստանի ընտրությունները ոչ լեգիտիմության կնիք կունենան։ Եվ վերջինը այս քայլն է, այսօրվա քվեարկությունը, որով դուք բացարձակ ոչ մի քայլ չեք անում, որպեսզի բարձրանա վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Մասնավորապես, ես նշում եմ, ուրեմն սխալ է այստեղ հնչող բոլոր այն թվերը, որոնք դուք կառուցում եք 182,000-ի տրամաբանության վրա։ Հայաստանում 560,000 մարդ իրավունք ունի ID քարտով քվեարկելու։ Այսինքն պարոնայք զեկուցողներ, համազեկուցողներ, ոստիկանության աշխատողներ, հանրապետական կուսակցության անդամներ, ձեր տրամաբանությունն ու ձեր պատճառաբանությունը կառուցեք 560,000-ի վրա, որովհետև 560,000 մարդը, որը ունի ID եւ նրանց մի մասը ունի անձնագիր, լիովին իրավունք ունի ընտրության գալ ID-ով, կարող է կարգելել, չեք կարող։ Եվ արդյունքում ստացվում է տեսականորեն 560,000 ընտրող Հայաստանում իրավունք ունի ID քարտով մասնակցելու ընտրություններին, որի ժամանակ նրա քարտի վրա ոչինչ, ոչ մի նշում չի արվելու, որպեսզի նա հետագա քվեարկություններից զերծ մնա, իրավունք չունենա հաջորդ քվեարկություններին կամ կրկնակվեարկությանը մասնակցելու։ Այնպես որ ձեր թվաբանությունը 180-ը չէ։ Եվ այստեղ մի անգամ եւ ուզում եմ երրորդ անգամ հայտարարում եմ, կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում այդ օրերին հոկտեմբերի 15-ին ֆիքսում եմ, մամուլը ամբողջապես ֆիքսել է, Հայաստանում եղել է կա 5,000 ID քարտ, հերքեք այս թիվը։
Կամ ասեք վարչապետը սխալվել է, կամ այդ թիվը ճիշտ էր, դրանից հետո 5000 դարձել է 182000, երկու թիվ եք հրապարակել։ Ասեք որն է ճիշտ, որն է սխալ։ Սա դուք պարտավոր եք անել։ Մյուսը, օդում կապված է շատ լուրջ մեղադրանք, դուք այս մեղադրանքը պետք է հերքեք։ Եթե չեք հերքում, կասկածը ավելանում է, հիմնավորումը, որ կարող եք դուք կեղծել, ավելանում է։ Մյուս խնդիրը, որ օդում կախված է իշխանությունը պետք է անպայման պարզաբանի, հետևյալն է։ Հայաստանի պաշտոնական բնակչության թիվը 2015 թվականին ըստ ազգային վիճակագրական ծառայության կազմում է 3.10.000 մարդ։ Մեր ցուցակներում հայտարարվել է արդեն պաշտոնական տվյալներով 2.554.000 մարդ։ Նույն վիճակագրության տվյալներով Հայաստանի բնակչության 0-ից 14 տարեկանների թիվը կազմում է 584.000 մարդ։ Հարգելի քաղաքացիներ, հարգելի падգամավորներ, այս թվերը կգումարեք եւ կտեսնեք թվեր իրար չեն բռնում եւ 127.000 մարդ ուղղակի պակասում է պաշտոնական թվերի գումարման արդյունքում։ Սա դուք մտածեք, թե ինչի եզրակացության արդյունք կարող է լինել եւ ինչ կասկածների տեղի կարող է տալ։ Էլ չեմ ասում, որ այստեղ ես ասեցի ուրեմն 0-ից 14 տարեկանների թիվը 584.000, այստեղ 15-ից 17 տարեկանների համար թիվ չի մնում։ Չկա Հայաստանում 15-ից 17 տարեկանների քանակ չկա։ Ընդ որում ընդհանուր տրամաբանությամբ ասեմ, որ աշակերտների թիվը գնալով պակասել է, պաշտոնական թվերն եմ ասում, 600.000-ը 15 տարվա ընթացքում դարձել է 360.000։ Չի կարող մի երկրում ծնելիությունը պակասի, ամուսնությունները պակասեն, դպրոցները պակասեն, աշակերտության թիվը 2 անգամ պակասի, բայց ընտրողների թիվը, ասենք 2 միլիոնից այս վերջին տարիներին հասել է 2.5 միլիոնի։ Գնացեք եւ պատասխանեք սրա բացատրությունը տվեք, այս պատասխանը տվեք։ Հաջորդը այն, որ դուք այս օրենքի նախագծի մեջ գրել եք, նշանակում է, որ մարդը, հանձնաժողովի անդամը վստահված անձը պետք է կարող է հաշվել, թե ID քարտով քանի հոգի եկավ, իսկ մինչև այդ ինքը չէր կարող ճշտել, քանի կին եկավ, քանի մարզում քվեարկություն եղավ։ Դուք դրանով ընդհանրապես ֆիքսում եք, թե ID քարտով քանի մարդ եկավ։ Ամենևին դրանով կեղծիքի պակասելը, վստահության բարձրացնելը չի լուծում։ Դուք բլեֆ եք արել ընդհանրապես։ Մենք ասում ենք ցուցակներ տպեք, ցուցակներ տպելու համար ես այն անգամ քանի անգամ ասեցի, որ հաջորդ օր տպում եք, կասկածները փարատվում են։ Ընդ որում գործող օրենքով, եւ դուք դա անվանում եք գաղտնիության բացահայտում։ Դուք գիտեք, որ մեր գործող օրենքով վստահված անձը կարող է բողոքարկել, կարող է քաղվածք անել, տպել եւ հաջորդ օրը տպել մասնակիցների ցուցակը։ Այդ ո՞նց եղավ, այսինքն մեր օրենքը հիմա նպաստում է քվեարկած քաղաքացիների ցուցակի հրապարակումը, որ գաղտնիության սկզբունք է պարունակում։ Հակասում եք իրար։ Մի թիվ էլ որ ասել էի, ավելացնեմ 560.000 ID ունեցողներից 380.000 ունեն եւ անձնագիր եւ ID։ Տեսականորեն նրանք կարող են քվեարկել եւ անձնագրով, որի վրա կարող է ֆիքսվել, եւ ID քարտով, որը չի ֆիքսվելու։ Այսինքն արդյունքում եթե ստեղծվել է երկու քաղաքացու տեսակ, մեկինը ֆիքսվում է, մեկինը չի ֆիքսում, խախտում ենք օրենքի հավասար կիրառելիության սկզբունքը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Եթե ֆիքսում ես, որ մարդ եկել է քվեարկության, բոլորին պետք է ֆիքսես։ Եթե չես ֆիքսում, ուրեմն ոչ մեկինը չպետք է ֆիքսես։ Դուք ստեղծել եք ավելի խառնաշփոթ վիճակ, որ չգիտեք ոնց է սրա տակից դուրս գալու։ Եվ վերջինը, ես վերջին 15 օրվա ընթացքում հանդիպումներ եմ ունեցել 28 համայնքներում եւ 28 համայնքներում շուրջ 1000 հոգու հետ զրուցել եմ։ Շուրջ 1000 հոգու։ Չեմ գտել որևէ մարդ, որը կողմնակից լինի ձեր փոփոխություններին։ Չեմ գտել որևէ մարդ, որը կարդացած լինի ձեր նախագիծը, որտեղ ձեր նախագիծը չի բաժանվել։ Քաղաքացիները հնարավորություն չունեն կարդալու դրանից։ Եվ եզրակացությունս հետևյալն է. դուք ձեր գործելակերպով նպաստում եք ոչի գործընթացին եւ կարող եմ հայտարարել, որ այս պահին կոնսենսուսը ընդհանրապես ոչի շուրջ է եւ ժողովրդի մեջ բացարձակ դու որևէ աջակցություն չունեք այուն անցկացնելու։ Շնորհակալություն։